ինձ չտվեցին այն հարցերի պատասխանները, որոնք ըստ էության կային, ավելին ասեմ, հաղորդակցությունների բնույթով այնպես էր կազմված, որ ավելի շատ իր հերթին հարցեր առաջացրեց, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Մասնավորապես ես ուզում եմ անդրադառնալ, որպեսզի ավելի հասկանալի լինի, որ իրականում սրանք տեխնիկական խնդիրներ չէին։ Հաղորդակցության նշվել էր, որ ուսումնասիրվել է կաթնամթերքի շուկան եւ նշվել էին ընկերությունների անուններ, որոնցում հայտնաբերվել են ինչ-որ խախտումներ, հա։ Բայց ըստ էության բոլորս էլ գիտակցում ենք, որ կաթնամթերքա թե կաթը, թե պանիրը, թե մածունը, թե թթվասերը, թե անգամ կեֆիրը, հա, այսինքն ի վերջո որ ընկերության, որ արտադրանքում էր արկա խնդիր, այս հարցի պատասխանը չկար։ Ավելին ակտիվ քննարկում էր նաև, թե ինչպես էր ստացվել, որ 20 ընկերություններում, որոնց մասին որ խոսվել էր, հիմնականում չկային խոշոր խաղացողներ։ Միշտ, այսինքն փոքր բիզնեսներ, ԱԾ, փոքրիկ ԱԾ-ներ եւ շատ հաճախ ոչինչ չասող անուններ։ Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ սպառման հիմնական ծավալները չէին ապահովելու այս ընկերությունները եւ հատկապես այս ժամանակահատվածում իրականացրեցին մոնիտորինգների մեկ բարձ պատճառով, որովհետեւ արժեվում ամանոր է։ Եվ այս կաթնամթերքները, որոնք որ իրաց մենք սպառելու ենք մեր բնակարաններում, տեղից էլ արդեն պահելու ենք ավելի երկար, որովհետեւ քաջ գիտակցում ենք բոլորս, որ ամսի 30-ից ըստ էության արտադրությունները դադարեցվում են եւ միայն ամսի 5-ին 6-ին նոր վերսկսում են, այսինքն եթե այս ժամանակահատվածում մենք կարողանում ենք գնալ եւ ամեն օր նոր արտադրված ապրանք ձեռք բերենք, այդ օրերին չենք էլ կարողանալու եւ մանրաբանական աղտոտվածությամբ մթերքները տնային պայմաններում էլ ավելի արագ էին գնալու աղտոտման եւ կա դեռևս կա այդ ժամանակահատվածը, որպեսզի այս խնդիրները լուծվի։ Բնականաբար այս ժամանակաշրջանում որը մեկը չի ակնկալում, որ պետք է հասցնի լիազոր մարմինը ստուգում իրականացնի կամ ստուգանքներ նշանակի եւ ոչ էլ կարծում եմ կա դրա անհրաժեշտություն։ Բայց ցավոք պետք է ասեմ, որ խոշոր խաղացողներից չգտնվեց որևէ մեկը, որի արտադրանքում հա չհայտնաբերեցին խախտում, երեք հաղորդակցության մեջ նշել ենք բոլոր այն ընկերությունների այն արտադրատեսակները, որոնցում խախտումներ են հայտնաբերել։ Կային այս պահի դրությամբ ասեմ այնպիսի ընկերություններ, որը այն ցուցանիշների նկատմամբ, որոնք որ մենք չենք ստուգում ենք իրականացրել, խախտումներ չենք հայտնաբերել, բայց ինչու չենք ներկայացրել այս ընկերությունների, այս արտադրանքների անունները, ասեմ պարզ պատճառով, որովհետև մենք արել ենք միայն ընտրանքային ցուցանիշներ, բայց անվտանգության ցուցանիշներն ավելի մեծ են, բայց հասարակական սեգմենտը այդ հնարավորությունները չունի ամբողջ անվտանգության ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն իրականացնելու։ Այսինքն մենք վերցրել ենք ընդամենը 3-4 անվտանգության ցուցանիշ, ու այդ 3-4 անվտանգության ցուցանիշով ունեցել ենք այդ քանակության խախտումներ։ Ինչ կլիներ, եթե մենք օրինակ ստուգեինք անվտանգության բոլոր ցուցանիշների մասով, չեմ կարող ասել։ Ավելին ասեմ, շատ կարևոր է նաև, որպեսզի հատկապես այս ժամանակահատվածում ստուգվի նաև անտիբիոտիկների, հակաբիոտիկների առկայությունը, որը ցավոք սրտի փոքր թանկ է եւ մենք դրա գումարը չունենք, բայց կարծում եմ պետական կառույցը պետությունից դրա գումարները ստացել է եւ ճիշտ կլինի, որ այս անպայման սա անի։ Ինչ է պետք անել այս պահի դրությամբ։ Այս պահին պետք է որպեսզի գոնե ամանորից ընդառաջ լիազոր մարմնի կողմից իրականացվի հսկողություն արտադրություններում արտադրանքի նկատմամբ, որոնք թողարկվելու են, որպեսզի մենք սպառենք ամանում։ Հակառակ պարագայում ուղղակի ավեստամոքսային տրակի խանգարումներն, հատկապես ամանորին եւ մի փոքր էլ ալկոհոլային խմիչքներն ենք չարաշահում եւ այլն անխուսափելի է։ Եվ սա շատ կարևոր է, ինչու, որովհետեւ ելի եմ ասում, դեռևս կա ժամանակ, որպեսզի գոնե այս օրերի ընթացքում հասկանան, թե օրինակ նույն հոդկագծերում ինչպիսի խնդիրներ կան, կազմակերպեն համապատասխան ախտահանությունները, որպեսզի անվտանգ եւ մարդու կյանքի եւ առողջությունը վտանգ չսպառնացող մթերքի թողարկում հնարավոր լինի ապահովել։